Կնի հետ։ Լակտոֆիլտրում ավարուսը համալիր բուժման միջոց է։ Միաժամանակ մաքրում է օրգանիզմը տոքսիններից, վերականգնում է միկրոֆլորան եւ բարելավում մաշկը։ Լակտոֆիլտրում ավարուս աղիների ու մաշկի առողջության համար։ Ամեն օր մեր ֆերմերներն ընտրում են լավագույն կարտոֆիլները, որից պատրաստվում են ձեր սիրելի Lays չիփսերը։ Հատնտիր կարտոֆիլ անուշահոտ պապրիկայի համով։ Ամեն օրն ավելի համեղ է Lays-ի հետ։ Եվ բացում եմ Պեպսի սարսությունը բացում է, այս սարը ռեպից մեժարերն էլ լացում է։ Եղանակ են փոխում Գյումրիից Երևան, ամառը Պեպսին ուգագոս Սուրենյան։ Խնդրում եմ, ասա ախպերս ոնց է, ուր է, դուք ուր եք ընդհանրապես, խնդրում եմ, աղաչում եմ, շատ եմ խնդրում, ասա, ոնց է ախպորս վիճակը, կարող եմ մի բան, ինչի դրա համար ոչինչ չեք ասում։ Ոնց է տղես, ինչի գորս չի զանգում, ասա։ Չգիտեմ, մամ, չգիտեմ, ոչինչ չգիտեմ, սյոպ ասեց կգանք կխոսենք։ Դիկին անայի։ Հարգողա չենք հասել, հարգողը մի բան արածել է արդեն։ Մերի, ես ինչ ես արել քեզ։ Մերի։ Մերրել վաշան խմելա, միան բարձացի։ Ես թող։ Ստի բազմոցի։ Մերի, երեխես երևի իմացել է ինչ ա եղել։ Դրա համար էլ ես օրինը։ Գորս ոնց է, գորս ինչ կա։ Գորը ոնց հասկացա, այլ չկա։ Շուտ եւ այ կաչիր։ Դժվար ապրուստ այսօր Armenia TV-ի եթերում։ Armenia TV-ի կաբելային հեռուստաընտանիք, ձեր երազանքի հեռուստատեսության լավագույն մոդել։ Այստեղ են Armenia Premium-ը, որտեղ դուք կարող եք վայելել Armenia TV-ի սիրված հաղորդումները մեկ օր շուտ եւ առանց գովազդի։ Կոմեդին, հայկական հեռուստատեսության երբևէ ամենահաջողված հումորային նախագծերը մեկ ալիքում։ Հայ կինոն, բոլոր ժամանակների լավագույն հայկական ֆիլմերը, Ջան TV-ն, ժամանակի փորձությունը հաղթահարած ամենասիրված երաժշտական կատարումները, սինեման, համաշխարհային կինոհիտերը առանց ընդհատումների եւ իհարկե Տունտունիկ, երեխաների ամենասիրելի մուլտֆիլմերը մեկ վայրում։ Հետևեք մեզ արդեն Arpinet կաբելային ցանցում։ Armenia TV հեռուստաընտանիք, ձեր ընտանիքի լավագույն ժամանցը։ Լավ, սենց ինչքան գրիշ։ Սմա ինչքան, ես շատ իմանամ ինչքան Լեա ջան, այնքան մինչև գա խոսանք հետը։ Մեծ զանգի տես ուր ալը։ Իհարկե չեմ զանգի գրիշ։ Դա կնշանակի, որ ես դիտավորյալ կռիվ եմ հրահրում։ Թե չէ չգիտեմ, որ խեղճ աղջիկ եկավ հասավ ստեղ ինչ ա լինելու։ Ձեր ձայների վրա Լեոյենք են դուրս գալու, էլ չշարունակեմ։ Կռիվ չսարքես հանդարից։ Ես գիտեմ ինչքան եմ սպասիլ։ Չգիտես, դրա համար ես գուշացնում։ Ինչ եք ստեղանում։ Դե չգիտես, հա ինչ ենք անում ստեղ։ Չէ, չգիտեմ։ Եթե չգիտես, հեսա հատ կասեմ ուրեմն։ Գրիշ։ Սուս մնա Լեա։ Մաշը կնեղան է, եկել մոտդ հասել էր Գերմանիա։ Այդքանից հետո ես քո արածը մինիմում դավաճանություն է։ Մանան երդվում եմ, մաշ առանց մեզ գուշացնելու է եկել։ Լեա սպասի հլը։ Էլ մի հա, վերջ տուր։ Լավ է դրանք մի կողմ թողը։ Հիմա ասում ենք երեխու պահերի։ Ներս արի մանան։ Չես տենում հետը բան եմ խոսում, ինչ ներսանցի։ Դու իր այդ խոսալու բան չունես, արի։ Արա օրը գալու է ոտիկային եմ այդ վարդ կտենաս ինչ ալնում է հետդ։ Բայ չես պատկերացնի ոնց եմ սպասում այդ օրվան։ Արի մանան։ Լեո, խնդրում եմ, ընդամենը 2 րոպե տուր, խոսեմ գամ։ Չէ, ասեցի։ Աղաչում եմ, ընդամենը 2 բառ ասեմ ու գամ։
Այն փաստը, որ Մաշան է իրան ուղեկցել Հայաստան, արդեն ասում է այն մասին, որ երկար բան չունեմ հետը խոսելու։ Խնդրում եմ, ընդամենը 2 րոպե ներսում սպասեք։ 2 րոպե մանան։ Արի։ Այսքանից հետո դու դեռ ինչ-որ բան ունես խոսելու, հա, իմ հետ։ Լիքը բան ունեմ խոսելու։ Երեխուցս ազատվելուց սկսած մինչև այս պահը, սաղ պտի խոսանք։ Ես երեխուց չեմ հրաժարվել, քանի անգամ նույն բանը պիտի կրկնեմ։ Լսի, ես քեզ չեմ հավատում, Աննան։ Եթե մի անգամ փորձել ես, ուրեմն էլի կանեիր։ Ու քեզ չդնես, է սրբիտեղ իբր տես բաների ընդունակ չես։ Մեր միջի սուրբը դու ես։ Դու Մաշը։ Բրավո այդ աղջկան, եկավ հասավ Գերմանիա, որ կողքիդ լինի։ Դու քեզնից չես ամաչում, ամեն անգամ դրան նայելուց քեզ ստորացած չես զգում, որ մի աղջիկ կարողացավ քեզ նենց օգտագործի, որ ընտանիքդ քանդվեց։ Լավ է, այսքան լսա քեզ, հիմա դու ես ինձ լսում։ Ասա, լսում եմ։ Կարամ հասկանամ աղբորդ ինչ ես վերցրել բերել ստեղ։ Որովհետև Մանանի հետ խոսելու բան ուներ։ Այսքանից հետո ինչ ունի խոսալու։ Լեո, վստահ եմ ոչ միայն ախպերես։ Հաստատ Մանանն էլ լիքը խոսելու բան կունենար։ Բան Մաշա ինչա դրան ինչ էիք տարել։ Ում տեղն եք ձեզ դրել, չեք ամաչում դուք ընդհանրապես։ Լեո, դու ինձ ում տեղն ես դրել։ Ես այդ աղջկան ոչ մի տեղ էլ չեմ տարել։ Առանց զգուշացնելու վերկացել եկել էր։ Բա աղբերդ մեզ ում տեղն ա դրել, որ եկել ասում ա ձեր քրոջը տանում եք, որ երեխուց ազատվի։ Այդ ի՞նչ ձև ա ընդհանրապես, Լեա։ Կամ դու ինչ ես բերանը ջուրը առել կանգնել ու չես ասում, որ Լեոյենք այդ մարդիկ չեն, որ իրանք երբեք դες մատ չեն կարա անեն։ Լեո, ասել եմ, բայց խնդրում եմ հիմա արի այդ թեմայով չխոսենք։ Այդ ինչի։ Այդ հենց մեր պահանա լինում խոսալու, մենք պետքա սուս մնանք, բայց դուք հա կարակ խոսակ, հա։ Ո փողով չէ տանտերնել, որ մենակ դուք կարենաք խոսակ։ Ախորդ ասեցի, քեզ էլ եմ ասում։ Չեմ ուզում ձեր երեսը տեսնեմ։ Սրանից հետո չփորձեք հետս կապի դուրս գաք ու շփման եզրեր փնտրեք։ Ես ինձ կեղտոտ ու զզվելի եմ, զգում ես թեմաներով խոսալուց, հասկացաք։ Դե բա անուղեղ ես։ Դե պարտադիր պետքա գնայիր հասնեն օդանավակային, որ քեզ ստորացնեն ու ճանապարհային, չէ՞։ Հետո մի հատ էլ գային ստեղ նույն բանը անեին։ Դե որովհետև Մանանի հետ կարելի է, Մանանը անողնաշար է։ Պարզվեց են Մաշն էլ հետները Գերմանիայում եղել։ Օդանավակայանում տեսել։ Օ! Այդ գրիշի սիրած էլի պապի։ Մաչելա լուրջ լավ են անում, Մանան։ Անկեղծ եմ ասում, լավ են անում։ Քեզ հասնում է, դու ես թույլ տվել։ Չէ, դրանք լրիվ աննորմալ են։ Մանրամասն պատմի հասկանանք ինչ խոսացիք։ Ես չեմ զարմանա, որ վերջում պարզի, որ ինքն է մեղավոր, ընդեղ իրան մեղավոր հանածին, ինքն էլ գլուխը կա խնդունի։ Ասեցի, որ էլ ես կողմերում չերևա ու ինձ մոռանա։ Իսկ կներես, այդ որ երրորդ անգամն ես ասում արդեն 86-րդ անգամը, հա, Գրիշը շատ հանգիստ է լինելու։ Ինքը չի մոտիկանա քեզ, որովհետև գիտի դու անուղեղի մեկն ես, դու ես վազելու իր մոտ։ Արա լավ, սակայն ներվեր չունեմ, մեկը քեզ ինչքան ասեմ, դու չես հասկանում։ Ես դուրս եմ գալիս։ Համամ։ Ինչ եղավ այդտեղ, որ ձայները դուրս չի գալիս։ Ոչ մի հետաքրքիր բան։ Նորից վիճացին, հիմա Գրիշն էլի վատ է։ Դրա համար պետք չէր գնալ ու հասնել այդտեղ, լսելու ունակություն չունենք։ Լեա փագի թեման ես տուն եմ գնում։ Գրիշ մամայինք մեզ են սպասում։ Ասացի տուն եմ ուզում գնամ, լավ չեմ վա։ Մամ ասում է տուն եմ ուզում գնամ, լավ չեմ։ Լսեցի, տարտուն հեսա գալիս եմ։ Գրիշը տուն ա գնում, արի մենք էլ գնանք։ Դու գնա, ես հետո կգա։ Հունան ոչ մի բան անելու ժամանակը չի, երեխու կողքին եղի։ Ես էլ իմ երեխու կողքին եմ, ինչ ա եղել։
Խնդրում եմ, ամեն ինչ մի կողմ